Բարի երեկո, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Բաքվում հաշվարկում են հաջորդ տարվա ռազմական ոլորտի ծախսերը, երբ դիվանագիտական մանևրների փոխարեն խոսում են թվերը։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պատմական փուլում է, ինչ է հայտարարել հայ ներկայացուցիչը։ Նամակ ԱԱԾ մեկուսարանից Սամվել Կարապետյանը հանդես է եկել կոչով։ 1 միլիարդ դրամի պայմանագրեր Արտաշատի ավականու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ, ինչ բացատրություններ է արել լրատվամիջոցը։ Եկեղեցուց ֆուտբոլի դաշտ ու խորհրդարան, Ռաֆայել Ջուլհակյան, կիսաաշխարհիկ դպիրը քաղաքական դաշտում։ Մոտ 5 ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից, կոչ է արել չհուսահատվել, շարունակել պայքարը։ Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք միևնույնն է հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը, հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածեք, գրել է Կարապետյանը։ Ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցված խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով, գուցե առավելագույնը եւս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չես պահի, երկրի արժանապատվությունը չես վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չես լավացնի, պետության խնդիրները չես լուծի։ Մենք հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաեւ հիմա, չկասկածեք։ Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի արժանապատվության վերականգնման չարիքի պարտության համար։ Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ դատարանը վճռեց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել ևս 2 ամսով։ Փաստաբանների փոխանցմամբ Կարապետյանը դատարանում կրկին հայտարարել է, որ մեղադրանքները սուտ են, ինքան մեղ եւ պետք է ազատ արձակվի։ Սակայն դատավոր Սարգիս Դադոյանն ընդունել է 52 քննիչների եւ դատախազի պնդումը, թե միլիարդատեր գործարարը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը։ Հիշեցնեմ նաեւ, որ Կարապետյանը իրավապահների թիրախում հայտնվեց եկեղեցու դեմ իշխանության վարած արշավը քննադատելու համար։ Իսկ վաղը ժամը 15-ին գլխավոր դատախազության դիմաց ակցիա է հաջակցություն քաղբանտարկյալների։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը կոչ է արել մասնակցել ակցիային, որպես այս տարիներին քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ քաղաքացիների գործերով ներգրավված իրավապաշտպան խիստ կարևոր եմ համարում այս միջոցառումը։ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը քաղաքական կարևորագույն օրակարգերից է, գրել է իրավապաշտպանը։ Իսկ Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին երեկոյան ժամը 19-ին Մայր տաճարում կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ ապօրինի ազատազրկվածների համար։ Մինչ գործող իշխանությունը խոսում է ժողովրդավարության, խոսքի ազատության, արդարության ու հավասարության մասին, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների վերաբերյալ տարբեր զեկույցները ցույց են տալիս հակառակ պատկերը։ Ժողովրդավարություն հաստատելու համար իշխանության եկած ղեկավարության կառավարման տարիներին դեմոկրատիան անկում է ապրում։ Վերջին զեկույցների համաձայն, մասնավորապես Վիդեմ ինստիտուտի տվյալով, Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշներն անկում են ապրում անշրջելի միտում ցույց տալով։ Մանրամասները ներկայացնում է Անահիտ Սարգսյանը։ Հայաստանում ժողովրդավարության վիճակը վատթարանում է, այս կարծիքին է Վիդեմ ինստիտուտի տնօրեն Ստաֆան Լինդբերգը։ Նրա հիմնադրած ինստիտուտի 2025 թվականի ժողովրդավարության զեկույցում նշվում է, որ Հայաստանն անցել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքին, մինչդեռ 2018 թվականին պատկերը բոլորովին այլ էր։ Քաղաքագիտությունը ասում է, որ ժողովրդավարությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որից ընդամենը մեկն է ընտրությունները, միայն ընտրությունները բավարար չէ երկրի քաղաքական ռեժիմը գնահատելու համար։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը նշում է, որ 2018 թվականից Հայաստանն անցել է ամենաարագ ավտորիտարիզացվող 10 երկրների շարքը եւ սկսել գործել այսպես կոչված մեսենջերային արդարադատությամբ, այսինքն հաղորդակցությունների փոխանցմամբ քրեական գործեր են հարուցվում քաղաքական դրդապատճառներով։ Ինչ վերաբերում է ընտրական ժողովրդավարության բնույթին, քաղաքագետն այն ծուղակ է համարում։ Հայաստանի դեպքում ամենաշատը լիբերալ ժողովրդավարությունն է թիրախավորվում։ Լիբերալ ժողովրդավարություն դա իրավունքի գերակայությունն է եւ իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանում։ Այստեղ հատկապես այս առումով մենք ունենք լուրջ խնդրեմ,
որովհետև առանց այդ էլ մի այսպես կայուն ինստիտուտներ չունենք, իսկ հիմա այնպես է ստացվել, որ Հայաստանում օրենսդիր իշխանություն գիտենք, որ գերակշռությունը մեկ քաղաքական ուժ է, քաղաքացիական պայմանագիր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը տեղյակ է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն անդրադարձող միջազգային զեկույցներից, սակայն բոլորովին այլ կարծիքի է։ Հետազոտության համար միայն չի վերցվում օրինակ, իշխանության մեծամասնության ներկայացուցիչի որևէ օրինակ խոսք, արարք եւ այլն։ Այնտեղ մի կյանքաների չի մեր հասարակության համար, բայց նույն ընդդիմությունը եւս խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը եւս իշխանությունը եւ նրանց վարքագիծը եւս ազդեցություն է ունենում նույն այդ հետազոտությունների վրա, բայց որ Հայաստանում ժողովրդավարություն է եւ գնալով ավելի է ինստիտուցիոնալ դառնում, սա միանշանակ է եւ դուք չեք գտնի դուրս եկեք փողոց ոչ թե ինձնից հարցրեք, այլ քաղաքացիներից հարցրեք, չեք գտնի այն մարդկանց բազմությունը, որը կարող է ցուցիչ լինել ժողովրդավարություն չլինելու, անկում ունենալու համար։ Ըստ հետազոտությունների Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրել պատերազմից հետո, սակայն падգամավորը շեշտում է, որ ժողովուրդն իրենց ավելի շատ մեղադրում է, որ խոստացված պողպատե մանդատը առավելագույնս չեն կիրառել եւ ավելի խիստ մեթոդներով չեն պաշտպանել ժողովրդավարությունը դրա դեմ գործողներից։ Թե ինչպես են հասկանում ժողովրդի ուզածը բացատրում է։ Մենք լսում ենք ժողովրդին, շփվում ենք ժողովրդի հետ։ Այ օրինակ այս ընտրություններից հետո ընդդիմադիրներն ասում են, դե մենք պետք է նաև հետևություն անենք, որ պետք է ժողովրդի հետ շատ շփվենք, բայց շփվեք։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարևոր է համարում հասկացությունների փոխարինումը, այն էլ Հայաստանի նման երկրներում, երբ վարչապետը միշտ խոսում է ժողովրդի անունից։ Ժողովրդավարությունը եւ ժողովուրդը նույնականացում են։ Իսկ ժողովուրդը եւ ժողովրդավարությունը նույնական չեն, որտեղ եթե ժողովրդի վրա է ամեն ինչ իմում, ապա դա ամբողջավարություն է կոչվում, օխլոկրատիա է կոչվում, ոչ թե դեմոկրատիա է կոչվում։ Հիմա ինքը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է եւ բոլոր նրանց, ովքեր իր համար վտանգ են ներկայացնում, ժողովրդի թշնամի եւ ժողովրդի անունից սկսում է այդ մարդկանց անօրինական կերպով հալածել։ Համենայն դեպս վարչապետը վստահ է, որ առաջնորդվում է ժողովրդի շահերով։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Իսկ մասնագետները նշում են, որ ժողովրդավարությունն ու ամբողջավարությունը նույնականացնելով են իշխանությունները փորձում իրենց գոյությունն արդարացնել, իսկ ընտրական ժողովրդավարությունը պարզապես մանիպուլյացիա է։ Շարունակվում է իշխանության պայքարը եկեղեցու ու եկեղեցականների դեմ։ Փաշինյանը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի, որը երբեմն մատուցում է կարգալույց հոգևորականը, նրան էլ օգնում է կիսաաշխարհիկ դաջվածքով դպիրը, որը միաժամանակ կարող է լինել ֆուտբոլիստ, քաղաքական ու հասարակական գործիչ։ Ով է Ռաֆայել Ջուլհակյանը, ռեպորտաժում։ Եկեղեցուց ֆուտբոլի դաշտ ու խորհրդարան։ Ռաֆայել Ջուլհակյանն է, որը հայտնի դարձավ կարգալույց Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ։ Ջուլհակյանը մասնակցում էր որպես դպիր։ Պարզվում է Ռաֆայել Ջուլհակյանը քաղաքացիական պայմանագրի երիտասարդական կառույցի անդամ է։ Ռաֆայելը դպիր է դարձել սահմանված կարգով, Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի միջնորդագրով։ 2018 թվականին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի ձեռամբ։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Տրթած Սարգսյանն էլ ասել է, որ նախկինում չի ճանաչել թիմակցին, միայն վերջերս ֆուտբոլ խաղալիս է հանդիպել։ Դաջվածքով դպիրը նաև ԿՊ-ական падգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնականն է։ Ջուլհակյանը հայտարարում է, որ իր դպիր լինելը ձեռնադրություն չէ, այլ կրթություն։ Դա ձեռնադրություն չի, դա տվչություն է։ Ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու կիրակի օրը նշել եմ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այսպես ասած ձեռնադրություն է արարողությունը կոչվում, բայց դա տվչություն է համարվում։ Դպիր եմ դարձել, բայց դա կոնկրետ ինձ չի պարտավորեցնում, որ ես պետք է գիտեք ամբողջ օրը եկեղեցում լինեմ։ Նա ինքն է իրեն անվանում կիսաշխարհիկ մարդ։ Նրա խոսքով հակաեկեղեցական կարգերի մասնակցելու իրավունք ունի, սակայն պարտավոր չէ ամբողջ օրը համբերատար կանգնել եկեղեցում։ Նա նաև ուզում է ապրել որպես հասարակ քաղաքացի, իրավունք ունենալով ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ կյանքի ընտրություններ կատարել։
ինչպես օրինակ ֆուտբոլ խաղալ։ Ջուլհակյանն ասում է, որ հիասթափվել է եկեղեցուց եւ որոշել է դուրս գալ եկեղեցական շրջանակից եւ որպես աշխարհիկ մարդ անդամակցել է քաղաքացիական պայմանագրին։ 2020 թվականից հետո, երբ որ եկեղեցուց դուրս եկա, ես հիասթափված արդեն եկեղեցուց դուրս եկած որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ, նույնը խոսում եք դաջվածքի մասով, բոլորս էլ կարող ենք դաջվածք անել։ Ռաֆայել Ջուլհակյանը խորհրդարանում մասնակցել է մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը օգնական դպիրն ասել է, որ որպես քաղաքացի է մասնակցում լսումներին։ Դիվանագիտական դաշտում տեղի ունեցողի մասին։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պատմական փուլում է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտ է իրական արդյունքների։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Ստամբուլում ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հայտարարել է մի շարք լավատեսական թեզեր։ Լսենք նրան։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Եվ վերջապես այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Եվ մինչ Ստամբուլում հայկական կողմը լավատեսորեն հայտարարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շուտով դրական արդյունքներ կտա, հենց նույն քաղաքում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը նույն թեմային անդրադարձել է այլ ձևակերպմամբ։ Եթե պաշտոնական Երևանը խոսում է ակտիվ քաղաքական երկխոսության եւ սահմանների հնարավոր բացման մասին, ապա Անկարան հիշեցնում է դուռը կբացվի միայն այն ժամանակ, երբ Բաքուն կասի ամեն ինչ ավարտված է։ Այսպիսով լսենք, թե ինչ է ասել Թուրքիայի արտգործնախարարն այս թեմայի մասին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության ստորագրման պահից պատրաստ կլինենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Դա ավելի վաղ ենք ասել։ Հայաստանի տարածաշրջանում խաղաղությունն այդքան ցանկանալու ամենամեծ պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մեր կողմից քաղաքական կամքի արտահայտումն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը Հայաստանի համար կարևոր են։ Զանգեզուրի միջանցքը պահանջողն Ադրբեջանն է։ Այն միացնելու է Նախիջևանի եւ Ադրբեջանի հողերը։ Մենք այստեղ Եվրոպայից եկող տարանցիկ ճանապարհի գլխավոր շղթան ենք։ Մեզ նույնպես դա պետք է։ Այժմ, քանի որ Զանգեզուրի միջանցք չկա, մեր առևտուրը Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի հետ իրականացնում ենք Վրաստանի եւ Իրանի միջոցով։ Օգտվում ենք նաեւ ծովային ուղիներից, ռուսական նավահանգիստներից, հատկապես պատերազմից առաջ։ Զանգեզուրի միջանցքը այս պահին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվող քննարկման թեմա է։ Սակայն խաղաղությանը պատրաստվելուն զուգահեռ Բաքուն չի թույլատրում իր պաշտպանական իմունիտետը։ Ադրբեջանի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ամրապնդման ուղղված ֆինանսական աջակցությունը 2026-ի պետական բյուջեի հիմնական առաջնահերթությունն է, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը։ Նախարարի խոսքով 2026-ին բյուջետային ծախսերի 21%-ը 8.7 միլիարդ մանաթը հատկացվում է պաշտպանության եւ ազգային անվտանգությանը։ Սա 319 միլիոն մանաթով ավելի է, քան ընթացիկ տարում այս ոլորտին հատկացված բյուջեն։ 2026-ի պետական բյուջեի եկամուտները կանխատեսում են 38.6 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը 41.7 միլիարդ մանաթ։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի 3.1 միլիարդ մանաթ, բյուջեի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 31.1%-ը, եկամուտները ՀՆԱ-ի 28.8%-ը, իսկ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը, ասել է նախարարը։ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատավայրից բերման է ենթարկել Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժնի 3 աշխատակցի։ Կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել են Վանաձորի աշխատակազմի եկամուտների հավաքագրման եւ գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանի։ Ինչ վերաբերում է գովազդի բաժնի 3 աշխատակից ձերբակալելուն, կոմիտեն հերքել է տեղեկությունը։
Արտաշատի ավականու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը Globus Shin ՍՊԸ-ն հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում եւ մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքում համայնքի հետ, գրում է հետքը։ Ավականու ընտրությանը հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաեւ զբաղվում է ձեռնարկատիրությամբ, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը Globus Shin սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին եւ մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած 3 գնումներում հաղթող է ճանաչվել։ Ըստ գնումների համակարգում հրապարակված փաստաթղթերի Ղազարյանին պատկանող ընկերությունը պետք է կառուցի եւ վերանորոգի Արտաշատի Այգեզարդ, Այգեպատ, Կանաչուտ, Մրգանուշ, Դիտակ եւ Արաքսավան գյուղերի ոռոգման ցանցերը։ Այս աշխատանքի համար համայնքն ընկերությանը կվճարի 258 միլիոն 378 հազար դրամ։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է դիմումներ ավականու մանդատներից հրաժարվելու կամ ցուցակը լքելու վերաբերյալ։ Մանդատների փոփոխության գործընթացը սկսվել է հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է ոչ միայն կոմունիստական կուսակցության ավականու կազմը, այլև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի կազմը։ Մանդատներից հրաժարվել են կոմունիստական կուսակցությունից Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինել են նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը եւ Սամսոն Էլբակյանը։ Սակայն դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը եւս կալանավորվել է եւ կալանավայրից ներկայացրել մանդատը վայր դնելու մասին դիմում։ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է կոմունիստական կուսակցության ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, որը այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն Տիմ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ավականու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը։ Նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը Հասմիկ Խաչատրյանը նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավականու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին Արտակ Հովսեփյանին, քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։ Միջազգային լրահոսից Իրանի իշխանությունը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե նրանք բավարարեն Թեհրանի պահանջները։ CNN-ի հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ քննարկել ուրանի հարստացման մակարդակը, բայց ոչ դրա դադարեցումը, միաժամանակ պնդելով, որ Իրանը չի ձգտի միջուկային զենք մշակել։ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները համաձայնել են Արդարադատության նախարարությանը պարտավորեցնել հրապարակել սեռական հանցագործությունների համար մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը։ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ 427 ձայների հարաբերակցությամբ հաստատել է որոշումը։ Սենատն իր հերթին միաձայն հաստատել է որոշումը արագացնելով գործընթացն առանց պաշտոնական քվեարկության։ Որոշումն ընդունվել է ընդամենը մի քանի օր անց, երբ Դոնալդ Թրամփը չնայած իր կողմնակիցների հրապարակային դիմադրությանը փոխեց դիրքորոշումը եւ կոչ արեց կոնգրեսին քվեարկել գրառումների բացահայտման օգտին։ Եվ վերջում, Թրամփն ընտանիքին պատկանող Trump Organization ընկերությունը պատրաստվում է Մալդիվներում կառուցել բարձրակարգ հյուրանոց 80 լողացող վիլաներով, գրել է Daily Mail-ը։ Ընկերության գործադիր փոխնախագահներն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները՝ Էրիկ Թրամփը եւ Դոնալդ Թրամփ կրտսերը։ Trump International Hotel Maldives հյուրանոցը նախատեսում է բացել մինչև 2028 թվականի ավարտը։ Այն գտնվելու է կղզու մայրաքաղաք Մալեից ընդամենը 25 րոպե հեռավորության վրա մոտորանավակով գնալու դեպքում։ Այս հյուրանոցը լինելու է հատուկ այն հանգստացողների համար, որոնք ձգտում են առավելագույն գաղտնիության, բացառիկության եւ նրբագեղության։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը կրկին եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Բարի գիշեր։